այն դեպքում, երբ 1 տարի ժամկետը որոշումն ուժի մեջ մտնելու օրը, այսինքն այսօր դեռ չի լրացել 1 տարի ժամկետը, այդ բոլոր անձանց համար ժամկետը կդարձվի 2 տարի, այսինքն կստացվի, որ 2 տարի ժամկետ ունեն։ Այսինքն 1 տարի դեռևս կա։ Դեռևս կա, այսինքն չի լրացել։ Մեկը փոխարինվում է 2-ը, բայց եթե մեկը լրացել է, այո։ Բոլոր այն դեպքերում, երբ որ 1 տարի ժամկետն արդեն իսկ լրացել է որոշման ուժի մեջ մտնելու օրը, հետեւաբար արդեն չի կարող դառնալ, որովհետև ավարտված ժամկետը չի կարող այլևս երկարացվել։ Եվ հենց այդ հարցն է։ Եվ խնդրեմ նաև կարգավորումները տարբեր ժամկետներում են ուժի մեջ մտնում։ Մտնելու հետ կապված տեսեք, վարելու իրավունքի վերականգնման հետ կապված դրույթը ուժի մեջ է մտնում բնականաբար այսօր, հուլիսի 6-ին, ուժի մեջ է մտել արդեն այսօր 6-ին, կարգերի եւ ըստ կարգերի եւ ենթակարգերի տեսական քննությունների հարցաշահերի առանձնացման վերաբերյալ դրույթը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին, մնացած մասով կառավարության որոշման կարգավորումները, այսինքն այդ ժամկետի եւ մնացած տեխնիկական կարգավորումների մասերով ուժի մեջ է մտել հուլիսի 4-ին, այսինքն հրապարակվել է որոշումը 3-ին, ուժի մեջ է մտել 4-ին։ Մի անգամ եւս ասենք, զրկումների վերաբերյալ դրույթները ուժի մեջ են մտել այսօր, կարգերի եւ ենթակարգերի Հարցաշահերի մասով դրույթները ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ին, մնացած մասով կարգավորումները ուժի մեջ են մտել հուլիսի 4-ին։